Ողջույն հարգելի հետևորդներ, այսօր տաղավարում հյուրընկալել եմ Ռուսաստանի եւ ԱՊՀ-ի հարցերով վերլուծաբան Լիլիթ Գևորգյանին։ Բարև ձեզ, Տիկին Գևորգյան։ Շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար։ Շնորհակալ եմ։ Տիկին Գևորգյան, մենք այսօր ձեզ հետ հիմնականում խոսենք անվտանգային խնդիրներից, մեր շուրջը աշխարհում կատարվող անվտանգային խնդիրներից եւ սկսենք թերևս այն հարցից, որ վերջին տարիների ընթացքում սեղմ ժամկետներում կատարվում են տարբեր մոլորակի մասերում շատ կարևոր զարգացումներ, պատերազմների տեսքով, Մերձավոր Արևելքում Գազայի պատերազմը, Իրանի դեմ լարվածությունը, Լատինական Ամերիկայում, այս համատեքստում ձեզ կուզեի հարցնել արդյոք տեկտոնիկ տեղաշարժեր ենք տեսնում եւ գործ ունենք աշխարհակարգի փոփոխության հետ։ Կարճ պատասխանը այո։ Սովորաբար նման փոփոխությունները միանգամից տեղի չեն ունենում։ Դրանք սկսում են ավելի փոքր շարժերով, բայց այն, որ աշխարհակարգը այո փոխվում է, դա ակնհայտ է եւ ինչպես է փոխվում, կոնսենսուսային այն համակարգը, որը հետպատերազմյան շրջանում ստեղծվել էր, որտեղ հիմնականում իր տարբեր թերություններով փորձ էր արվում օրենքի հիման վրա եւ կոնսենսուսի հիման վրա հարաբերությունները պահպանել, քանի որ նպատակը կամ հիմնական շարժառիթը այն էր, որ ամեն դեպքում կոնսենսուսի դեպքում բոլորը շահած են դուրս գալիս։ Այսինքն win-win, բոլորը հաղթողներ են։ Հիմա դա փոխվում է։ Ուժնեցնում իրավունք է երևի։ Հետ են գնում, այո, գուցե դա ոչ նորմալ ընթացք էր, որը պատմական երկար կտրվածքով, գուցե այդ ոսկե դարաշրջան էր, որը ինքը ըստ էության փոփոխվում է եւ մենք տեսնում ենք այդ փոփոխությունը, այսինքն ուժի հիման վրա է այստեղ հիմնվում եւ կարծում եմ Հայաստանը չպիտի որ զարմացած լինի, որովհետեւ այն ինչ որ հիմա կատարվում է այլ տարածաշրջաններում, իրականում հենց 20 թվականին մենք տեսանք, որ գոնե ռեգիոնալ առումով աշխարհակարգը փոխվեց ուժի կիրառման միջոցով։ Եվ որևէ զսպման գործիքներ չաշխատեցին։ Ոչ, չաշխատեց։ Նման իրավիճակ երբ էր եղել, հա? Եթե պատմական մի փոքր համեմատություն անցկացնենք։ Եթե համարենք, որ ներկայիս թուլացող կամ փոխվող օրակարգը ըստեյության հաստատվեց Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ որ կար երկարատև երկու պատերազմներից հետո գոնե արևմուտքում, այսպես ասած, եկան այն եզրահանգման, որ պատերազմները սարսափելի են եւ բոլորը դրանից տուժում են, եկեք անենք հակառակը, այսինքն համաձայնվենք, որ խուսափենք պատերազմներից։ Կարծում եմ հիմա սա արդեն փոխվում է եւ երբ որ ասում ենք պատերազմներ տարբեր տարածաշրջանում սա տարբեր կերպ է արտահայտվում։ Արևմուտքում մենք տեսնում ենք օրինակ տնտեսական պատերազմներ, որի մասին քիչ է խոսում, բայց դա էլ է պատերազմի ձև։ Նույն Եվրամիության ենթադրում երկրների միջև։ Կգանք, բայց այնուամենայնիվ համաձայն եք, որ այս փոփոխվող աշխարհակարգում այսքան ինչ որ մեխանիզմների կարիք է հասկացվելու, թե պարտադիր չէ որ ստեղծվի։ Օրինակ, համար նույն երկրորդ համաշխարհից հետո ՄԱԿ-ի ստեղծումը որպես կարևոր վերահսկող մարմին, ճիշտ է, հարցը թե որքան է այն արդյունավետ աշխատել այս կամ այն ժամանակահատվածում, բայց արդյոք այդ ինստիտուտները չեն արժեզրկվում նման գործընթացների պայմաններում։ Նորից պիտի կրկնեմ, որ արժեզրկման եւ ոչ էֆեկտիվության խնդիրը վաղուց կա։ Եվ թերևս մեծագույն բացթողումներից մեկը այն էր, թե ինչու դրանք չշտկվեցին։ Մեկ այլ խնդիր կար, որ կոնսենսուսի եւ միջազգային իրավունքի վրա հիմնված որոշումները շատ ավելի խստորեն էին պահպանվում, կատարվում օրինակ արևմտյան բլոկում, քան աշխարհի այլ մասերում։ Շատերը, ովքեր որ արևմուտքում չեն ապրում, գուցե նայեն այս փոփոխություններին եւ ասեն առանձնապես տարբերություն մենք չենք զգում, որովհետեւ մեր տարածաշրջանում այդ օրենքները չեն գործում։ Այստեղ մեկ այլ խնդիր կա, որ երբ որ
լավ թե վատ կայունության համենայն դեպս դա կայունության կղզյակներ էին արմուտքում երբ որ այդ կղզյակները եւս քանդվում են կամ փոխվում են կերպարանափոխվում են սա անշուշտ ազդելու է այլ տարածաշրջանների վրա շատ ավելի բացասական կերպով քան ակնկալվում է եւ ես մեկ այլ բան եմ ուզում ասեմ որ եթե կհիշեք բազմաբևեռության մասին երկար է խոսվել այսինքն նորից նոր կոնցեպտ չի բայց բազմաբևեռությունը միշտ հատկապես այն բևեռների կողմից որոնք կարծում են որ իրենք ներգրաված չեն արևմտյան բլոկում ներկայացում էր իբրև լավ դրական զարգացում իսկ ինչու պիտի ընդհանրեն լինի մեկ բևեռ ինչու չլինեն տարբեր բևեռներ եւ այս տարբեր բևեռները գուցե իրար հետ աշխատեն սա իհարկե իդեալական պատկեր է որը կարծում եմ անիրատեսական է այո մենք գնում ենք դեպի բազմաբևեռ բայց այդ բևեռները չեն համագործակցելու իրար հետ մրցակցությունը ոչ մեկ չի չեղարկելի վերջը շատ լավ գանք իրավիճակային դեպքերի եւ նաեւ Եվրամիության դերին խոսքը հիմա պատերազմ է գնում Իրանի դեմ եւ մեյնսթրիմային այդ հիմնական օրակարգը նաեւ Իրանի շուրջ է այ այստեղ կուզեի միջև գալով այլ հարցերը Եվրամիության դիտանկյունը ցես հարցնել որովհետեւ շատերի համար անհասկանալի է Եվրամիության այս փուլում դիրքորոշումը կարծեք թե գրավորական կեցվածք է ընդունել մի կողմից նրանք սկզբունքորեն բնականաբար կողմ են դաշնակիցների Միացյալ Նահանգների եւ Իսրայելի գործողությունների համենայն դեպս այդպես է թվում բայց մյուս կողմից տպավորությունները խուսափում են ակտիվորեն ներգրավել այլ ինչ դիրքորոշում ունեն եւ ինչ տրամադրություններ կան ԵՄ-ում այս հարցի շուրջ հենց այն դիրքորոշումը ինչ որ դուք նկարագրեցիք անորոշ եւ դա պատճառներ ունի ինչ անեն կամ ինչ է լինելու ԵՄ ինքը Եվրամիությունը ինքը ունի այդ կոնսենսուսային այսինքն բոլորի համաձայնությամբ երկար քննարկումների արդյունքում համատեղ որոշումների ընթացակարգ դա դանդաղ է դանդաղ գործընթաց է բայց օրինակ եվրոպացիները շատ հաճախ նշում են որ այո մենք դանդաղ ենք գործում բայց երբ որ մենք գործում ենք եւ որոշում ենք ընդունում դա արդեն վերջնական այսինքն դժվար է որոշում կայացվում բայց ընթացքը արդեն հստակ է եւ մենք դա ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին էլ էր զգացվում այո այսինքն սա նորություն չի երկրորդ հանգամանքը դա ԱՄՆ-ի հետ հատկապես Թրամփի նախագահության ընթացքում ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի հարաբերությունների լարվածությունն է շատերը Եվրամիությունում համարում են որ սա իրենց պատերազմը չէ Իրանի դեմ այո Իրանի դեմ պատերազմը իրենց պատերազմը չէ ինչի պիտի ներգրավեն եթե ընդամենը մի քանի ամիս առաջ տարիֆների պատերազմներ ըստ էության ընթանում եւ այլն Գրենլանդիայի ճգնաժամ այսինքն այո Գրենլանդիայի ճգնաժամ եւ այլն մենք տեսնում ենք այն լեզուն որ օգտագործում է Թրամփի ադմինիստրացիան երբ որ խոսում է եվրոպացիների հետ բայց նաեւ որոշ առումով կարծում եմ երրորդ խնդիրը կա եւ դա ԵՄ-ի արտաքին քաղաքական ինքնության բացակայությունն է որոշ առումով այսինքն անհասկանալի է թե երկարաժամկետ որն է ԵՄ-ի նպատակը որտեղ ԵՄ-ը որպես կառույց ինքը ինչպես նկարագրեցինք այդ հետ պատերազմյան կոնսենսուսային այդ համակարգի արգասիկ է արդյունք է թերևս այդ բուրգի ամենավերևում է կանգնած այդ կառույցը երբ որ աշխարհակարգը փոխվում է նման կառույցները կարծում եմ որ մոտակայքում իրենք էլ ինքնության ճգնաժամ են ունենա այսինքն իրենք պետք է վերաձևակերպեն թե որն է ԵՄ-ի երկարաժամկետ նպատակը ինչպես են իրենք համապատասխանեցնելու տարատեսակ արտաքին քաղաքական օրակարգերը իրենց անդամներին որքանով են պատրաստ վճարել դրա համար եւ ինչ գինն են պատրաստ որքանով են պատրաստ ԵՄ-ի անդամ երկրների քաղաքացիները զոհաբերել իրենց բարեկեցությունը որքանով են իրենք մտավոր առումով մտքի առումով պատրաստ ընդունելու որ աշխարհը փոխվում է եւ որ պատերազմները դրանք հավանականություն են բարձր հավանականություն եւ իրենք նաեւ պետք է մասնակցեն դրան նման քննարկումներ նման հարցեր հիմա բարձրանում են եւ
կարծում եմ նորից այստեղ բավականին ներհայացք պիտի երևի դու բառ հնարեցի, բայց երևի ներս պիտի նան եւ իրենք հասկանան թե երկարաժամկետ առումով ինչպես են իրենք կարողանալու կազմակերպել թե իրենց ստրատեգիան եւ թե այդ երկարաժամկետ պլանները իրականացնելու կարողությունները ինչպես պիտի դրանք իրենք կարողանան կազմակերպել դրա համար Թերևս բոլոր ճգնաժամերում գլոբալ մենք պետք է առնվազն մոտակա քանի տարում ակնկալենք, որ ԵՄ-ը դանդաղ է արձագանքելու։ Այստեղ նաև պետք է ավելացնեմ, որ ներքաղաքական առումով, եթե կարող ենք ասել ԵՄ-ի ներքաղաքական առումով, նոր ընտրություններ են կարևոր երկրներում սպասվում, որտեղ աճական թևերը կարող են բական զգալի Մի քանի երկրների մասին գիտենք, դիցուկ ունենք Ռումինիայում, չէ՞, այս վերջերս եղան ընտրություններ, փոփոխությունները տեսանելի էին։ Տիկին Գևորգյան, այս համատեքստում թույլ տվեք հարցնել, այո, ճգնաժամերով, չնայած փոխկապակցված են, բայց համաձայն եք, չէ՞, որ իրենք փաստի առաջ կանգնեցին այն ժամանակ, թե ինչպես են վերադասավորել իրենց քաղաքականությունը, երբ որ Միացյալ Նահանգների ներկա վարչակազմը փաստի առաջ կանգնեցրեց եւ շատ հետաքրքիր բան ասացիք խոսքը քաղաքական ինքնության ճգնաժամի մասին է եւ ես հիշում եմ որ շատ ժամանակ նաեւ քննարկվում էր իրենց անվտանգային միջավայրը չէ ինչպես են կառուցել որովհետեւ այն հովանոցը կոմֆորտ զոնայում որ գտնվում էին այլևս կարծեք թե սառը ցնցուղ ընդունեցի Միացյալ Նահանգներից հիմա ինչ որ քննարկումներ պրակտիկ կան այդ թեմայով թե դեռևս նշած քննարկումների փուլում է կամ անորոշության փուլ է ընդհանրապես Անխոս կան, ոչ միայն կան, այլ կան նաև դրանից բխող որոշումներ, մասնավորապես ռազմական բյուջեի աճը ԵՄ անդամ երկրների կողմից, այսինքն պետք է պլանավորեն, ռազմական բյուջեն պետք է պլանավորվի, առնվազն 1-2 տարվա կտրվածքով արդեն ակնհայտ է, որ այո, նման ծախսերը ավելանում են։ Այստեղ ամենակարևոր խնդիրը թերևս բյուրոկրատիան է։ Ինչպես ցանկացած երկրում, այնպես էլ ԵՄ երկրներում բյուրոկրատիան դա այն մեքենան է, որ ամենադժվարն է փոխվում։ Եվ կարծում եմ, այո, տարբեր խմբեր կան խմբեր, ովքեր որ հասկանում են կարևորությունը եւ արագության նշանակությունը, թե ինչքան արագ պետք է վերափոխվել Սովորաբար բյուրոկրատական մեքենան շատ ավելի դանդաղ է, դրան հարմարվում երբեմն նաև փորձում է չփոխվել, բայց անշուշտ կան այդ փոփոխությունները, որովհետև ինչպես դուք նշեցիք, հարվածը եկավ դրսից, այսինքն հարվածը եկավ, եթե այսպես ասենք, հեղափոխական Տրամփից, որտեղ այն ինչ որ կատարվում է, շատ հարցեմ, դրանք հեղափոխական մոտեցումներ են, հեղափոխություն է, այլ հարց է, թե դա ինչպես է արվում, թե ինչքան մեծ վնաս է տրվում շատ հարցերում, բայց խնդիրները, որոնք Տրամփը բարձրացնում է, դրանք Տրամփը չի ձևակերպել։ Դրանք առկա էին, դրանք ավելի շատ ստորջրյա էին։ Okay, բարձրաձայնում է, հա։ Այո։ Դա քաղաքական կամքի հարց է, չէ՞ նաև հանուն արդարության Թրամփի կողմից։ Կամքի ուղղվածության որոշ առումով ամերիկյան հեղափոխության շարունակության սա իհարկե չի նշանակում, որ շատ հարցերում մեթոդները ճիշտ են, բայց հարցերը այո եղել են եւ այն որ ԱՄՆ-ի այդ հեղափոխական, այսպես ասած, պատմական տրադիցիան նորից իրեն դրսևորում է, դա ակնհայտ է։ Շատ լավ, գանք մեկ այլ երկրի քննարկենք, խոսքը Ռուսաստանի մասին է, արդեն 4 տարին լրացավ, ինչ որ ռուս-ուկրաինական պատերազմը եւ բնականաբար գիտենք, որ սկզբում շատերը սպասում էին շատ կարճատև ռազմական օպերացիա, բայց արդեն 4 տարվա մասին ենք խոսում, ինչ է փոխվել եւ ես կուզեի ավելի շատ միջազգային հարթությունում խնդրեի ձեզ գնահատեք Ռուսաստանի դերը Այդ վերաբերմունքը ինչպիսին է փոխվել նրա հանդեպ հիմա ավելի շատ տենդենցիան է որ ինքը գնում է մեկուսացման խորացում Ռուսաստանի շուրջ թե հնարավոր է ապա այսինքն հակառակորդ ընթաց ինչպիսին է Ռուսաստանի դերը երևում միջազգային հարթությունում Ռուսաստանը ակնհայտորեն մեկուսացվեց 22 թվականի փետրվարից հետո դա ակնհայտ էր ամենադժվար process-ը մեկուսացման դա տնտեսական կոմպոնենտն է Դիվանագիտական հարաբերությունները կարող են խզվել եւ մեկ օրվա մեջ վերականգնվել։
Տնտեսական դիսլոկացիան, այսինքն տնտեսական որոշումները, ինվեստիցիոն որոշումները, խոշոր ընկերությունների որոշումները, դրանք պետական որոշումներ չեն։ Դրանք երկարաժամկետ են։ Երբ որ խոշոր ընկերությունները ամեն դեպքում որոշում են իրենց գործունեությունը դադարեցնել, նման ընկերությունների վերադարձը շատ ավելի դժվար է լինելու։ Երբ Ռուսաստանի, այո, ինչպես դուք ասացիք, Ռուսաստանի գործողությունները կամ պատերազմը հայտարարված Ուկրաինայում ակնկալում է, որ կարճատև կլիներ։ Եթե վերցնենք այն սցենարը, որ իսկապես դա կարճատև կլիներ, գուցե այդ դեպքում հնարավոր է, որ Ռուսաստանը, ինչպես Ղրիմից հետո, որոշ առումով հետ գար։ Այսինքն չմնար մեկուսացման մեջ։ Իմ կարծիքով Ռուսաստանի մեկուսացումը բավական երկարաժամկետ է լինելու։ Միայն այն պատճառով, որ նախ եղավ ֆինանսական այդ բաժանումը, այսպես ասած, եւ երկրորդը դա էներգետիկ ոլորտում բաժանումներ։ Դա չի կարելի դա նույնպես ժամկետներով վերականգնել։ Ես ինչու եմ նշում հարցեցի հակառակ գործընթացի մասին, որտեղ նույն Թրամփի եթե վարչակազմի նայում եք, իրենք կարծեք թե հակված են Պուտինի երկխոսության։ Ի վնաս նաև Ուկրաինայի շահերի ինչ որտեղ։ Անշուշտ անխոս Ուկրաինայի շահերի դեմ այո, անխոս Ուկրաինայի շահերի դեմ էր այդ խաղաղության, այսպես ասած, պայմանագիրը, որ առաջարկվում էր, հիմա էլ է առաջարկում Թրամփի ադմինիստրացիայի կողմից, բայց ինչպես տեսնում ենք, դա տեղի չի ունենում։ Եվ իմ կարծիքով ես հենց կետն եմ ուզում նշել, որ թերևս մինչև Թրամփի նախագահության վերջը Ռուսաստանը ունի այդ հնարավորությունը գոնե մասամբ, եթե համաձայնվի խաղաղության պայմանագրի, որ կարծում եմ վերջնական չի լինելու, դա խաղաղության պայմանագիր է, բայց ըստ էության զինադադարի, այդ դեպքում գուցե մասամբ կարող է դուրս գալ այդ մեկուսացումից, այն առումով, որ որոշ երկրներ կարող են ավելի հեշտությամբ տնտեսական հարաբերություններ նոր զարգացնել Ռուսաստանի հետ, այն պատճառով, որ երկրորդական սանկցիաները, որ հիմնականում ԱՄՆ-ն է կիրառում, դրանք չեն կիրառվելու։ Բայց ես լավատես չեմ այն առումով, որ այնպիսի ճգնաժամ ստեղծվեց հատկապես տնտեսական առումով Ռուսաստանում եւ հատկապես այդ բաժանությունը, որը վերականգնել բիզնեսի աշխարհի հետ, որը վերականգնել շատ դժվար է։ Նման կարգի ներգրավվածություն ունենալ համաշխարհային տնտեսական կարգում Ռուսաստանի համար այդ երկրին պահանջվեց մոտավորապես 15-20 տարի եւ բավականին դժվար էր նման ներգրավվածություն, այսինքն Ռուսաստանը բավականին լավ էր ինտեգրված միջազգային այդ տնտեսական համակարգում։ Գիտեք, համեմատության համար, եթե համեմատենք ԵՄ-ի ներդրումները Չինաստանում եւ Ռուսաստանում, Ռուսաստանը դա մի քանի անգամ շատ ավելի մեծ էր, որքան դա զարմանալի է։ Դիվերսը Եվրոպա։ Այո, թե մոտ էր Եվրոպային եւ համենայն դեպս կար այդ հիմնական եւ եզրահանգումը, որ ամեն դեպքում Ռուսաստանը այլևս չի գնալու խորհրդային ճանապարհով, այո, գուցե մենք հեռու մնանք ներքաղաքական խնդիրների ներգրավումից, գուցե ունենանք այդպես համաձայնություն, որ մենք անում ենք բիզնես եւ քաղաքականություն հաջող, բայց ամեն դեպքում դա լավ տեղ է բիզնես անելու համար։ Ակնհայտ է, որ այն չէ եւ այն անկանխատեսելի է։ Եվ այդ պատճառով կարծում եմ, որ այո, մեկուսացումը կշարունակվի։ Ռուսաստանի տնտեսությունը բավական արագ կերպով ապադոլարիզացվեց, այսինքն նրանք չեն կարողանում դոլար օգտագործել այլ երկրների առևտրում, Լատինական Ամերիկայում նրանք յուան են օգտագործում։ Այս խնդիրները կարծում եմ շարունակվելու են եւ թերևս լավագույն հնարավորությունը հիմա է Ռուսաստանի։ Օգտվել Թրամփի ադմինիստրացիայից։ Շատ լավ, սրան հարակից մեկ այլ թեմայի կուզեի անդրադառնալ Ռուսաստանի դերին
թե ԱՊ-ի տարածքում, թե նաև հարավային Կովկասում, շատ հիմա ԱՊ-ն չի քննարկում, հիմնականում կենտրոնական Ասիա, հարավային Կովկաս է քննարկում, ինչու եւ որովհետեւ շատերը նշում են, որ այս գործընթացների հետևանքով, մանավանդ ռուս-ուկրաինական ճգնաժամի հետևանքով Ռուսաստանի ուշադրությունը այնտեղ է, վառօրինակ Լեռնային Ղարաբաղի իրադարձությունները եւ դրանպես ազդեցությունը նրա կորում է նույն կենտրոնական Ասիայում, հարավային Կովկասում, արդյոք համաձայն եք դրա հետ եւ կարելի է ասել, որ Ռուսաստանը այլևս այդքան մեծ խաղացող չէ, ինչպես կգնահատեք Ռուսաստանի դիրքերը Կովկասում եւ կենտրոնական Ասիայում, ԱՊՀ տարածքում։ Երկու բլոկի բաժան է, մեկը տնտեսական, մեկը քաղաքական, բայց հենց սկզբում ասեմ, որ համաձայն չեմ, որ Ռուսաստանի ազդեցությունը պակասում է։ Ռուսաստանի ներգրավվածության ձևն է փոխվում, բայց ոչ թե ներկայությունը։ Տնտեսական առումով ինձ թվում է ուկրաինական պատերազմը ստեղծեց այսպես կոչված սանկցիոն տնտեսություն։ Սանկցիոն տնտեսություն թե Ռուսաստանի համար եւ թե այն երկրների համար, որոնք տրադիցիոն Ռուսաստանի հիմնական ռեգիոնալ պարտներներն էին։ Սրա մեջ նաև Թուրքիան է մտնում իդեպ, հարավային Կովկասը եւ կենտրոնական Ասիան։ Եվ իհարկե Չինաստանը, որ շատ կարևոր դեր ունի այս առումով։ Այսինքն մենք տեսնում ենք, որ պատժամիջոցների պատճառով ստեղծվել է նոր մատակարարման ճանապարհներ։ Դրանցից շատերը իրենք սանկցիաների պատժամիջոցների տակ չեն ընկնում։ Շատերը որ անուղղակի կերպով են նույնը հասցնում, բայց հասցնում այլ անուններով։ Այսինքն մենք տեսնում ենք, որ մատակարարման շղթաները փոխվել են երկրների միջոցով։ Եվ դա եւ շատ երկրների համար, այդ թվում նաև Վրաստանը եւ Հայաստանը, այն տնտեսական աճը, որ մենք տեսնում ենք այս երկրներում, սա բացառապես դրական արդյունքն է այդ դիսլոկացիայից, այսինքն երբ որ այդ փոքր երկրներ, ունենք Ղրղզստանը, դա վառ օրինակ է, թե ինչպես են շահում, այսինքն այս նոր առևտրային ուղիներից։ Իսկ քաղաքական իմաստով ներողություն կուզեի ավելի մանրամասնիկ։ Քաղաքական իմաստով կարծում եմ, որ Ռուսաստանը փոխեց իր մարտավարությունը եւ եթե նախկինում օրինակ հարավային Կովկասը կոնկրետ դիտվում էր իբրև ռուսական ազդեցության գոտի, Ռուսաստանը իրականում դեռ 6-7 տարի առաջ արդեն փորձեց անցնել համագործակցային մոդելի, հատկապես Թուրքիայի հետ։ Առաջին հերթին Թուրքիայի հետ, որոշ առումով Պարսկաստանի, բայց կարծում եմ, որ հիմնականում Թուրքիայի հետ։ Իմ կարծիքով ռուսները հասկացան, որ շատ ավելի գրավիչ է իրենց պարտներների համար պոտենցիալ ներգրավել նույն Թուրքիային թե աշխարհակաղակական համագործակցության մեջ եւ թե էներգետիկ եւ տնտեսական համագործակցության մեջ եւ համատեղ տարածաշրջանը ստեցան ղեկավարել դնելով իրենց կարմիր գծերը։ Այսինքն սա ավելի շատ իրենց դիրքերը ամրապնդելն է, հա, նշանակում։ Ես կարծում եմ, որ ապահովություն ստեղծել։ Շատ ավելի ճկուն են։ Կարծում եմ դա Վրաստանի օրինակը բավական խոսուն օրինակ է։ Եթե մենք հետևենք այն տրամաբանությանը, որ այստեղ Թուրքիա եւ Ռուսաստանի միջև այդ լուր հակամարտությունը կար, ապա այն ինչ որ կատարվեց Վրաստանում չպետք է տեղի ունենար, որովհետեւ մենք պետք է տեսնենք շատ ավելի ցայտուն արտահայտված թուրքական ընդդիմություն Ռուսաստանի ազդեցության աճին, բայց իրականում երբ որ մենք ուսումնասիրում ենք Վրաստանի кейսը, տեսնում ենք, որ դեպքը տեսնում ենք, որ թե թուրքական բիզնեսը եւ թե թուրքական աշխարհակաղակական ներկայությունը բոլորովին չի խանգարում, որպեսզի երկիրը ավելի ցայտուն արտահայտված պրոռուսական դիրքորոշում ունենա։ Սա վառ համագործակցության արդյունք է։ Բայց Տիկին Գևորգյան, դրա հետ մեկտեղ տեսնում ենք, որ հետխորհրդային տարածքում, հարավային Կովկասում, կենտրոնական Ասիայում կարևոր դեր են երևի թե առաջին անգամ ուժեղ գետնի վրա ներկայություն է ստանում Միացյալ Նահանգները, ասենք չգիտեմ, թրիփի տեսքով կենտրոնական Ասիայի հետ համագործակցության միջոցով, այսինքն Ռուսաստանի աշխարհակական հիմնական մրցակիցը, որը չուներ այդ ներկայությունը, արդյոք սա չի խոսում նաև մյուս կողմից էլ Ռուսաստանի դիրքերի նվազման հետ, թե սա ինչի հետևանք է։ Ես պիտի չհամաձայնեմ ձեր հետ եւ ձեր նշած օրինակները պիտի իրականում
շատ հանգիստ տեղավորվում են ռուսական նույն շահերի տիրում։ Նա թրիփը ինչով է տեղավորվում։ Ես չեմ տեսնում, թե ինչով է թրիփը տարբերվում այն կոմունիկացիաների բացելու ծրագրի, որը Պուտինը ներկայացրեց 20 թվականի նոյեմբերին։ Հա, բայց եթե անգամ այդպես է, հիմա ռուսների վերահսկողությամբ չի լինելու կամ ներգրավվածությամբ, այլ ամերիկյան կողմի։ Ստացվում է, որ իրենք եթե ճանապարհները բացվում են, իսկ ռուսական կողմը դժվարություն ուներ այդ ճանապարհները բացելու։ Եթե խոսք էր գնում հենց միջանցքի մասին եւ գուցե դուք չհամաձայնվեք, գուցե Հայաստան մեծ մասը չհամաձայնվեն, բայց երբ որ կարդում ես նկարագրությունը թրիփի, դա ընդհանրապես միջանցք է։ Իմ կարծիքով դա միջանցք է։ Այսինքն այն միջանցքը, որ պետք է կառուցվի, ըստ կառուցվում է։ Դուք նշում եք Թրամփը եւ ամերիկացիները, բայց զարմանալիորեն չի համեմատվում Թրամփի քաղաքականությունը Ուկրաինայի նկատմամբ եւ Հայաստանի նկատմամբ։ Ուկրաինայում եւս այն զիջումները, որ պետք է արվեն, որպեսզի հասնի որպեսզի խաղաղություն կնքվի, ըստ էության դրված է ուկրաինական կողմի վրա։ Եվ կարծում եմ նույն տրամաբանությունը նաեւ աշխատեց այս դեպքում, այսինքն թրիփը կայացավ, որովհետև զիջումներ կատարվեցին հայկական կողմում։ Կարծում եմ, որ եթե մենք իսկապես խոսում ենք սահմաններ բացելու, առևտրի եւ բոլոր ճանապարհները օգտագործելու մասին, ապա տարատեսակ թրիփեր պետք է լինեին նաեւ Ադրբեջանի տարածքում։ Չէ, ես համաձայն եմ, որ ինչ որ հարցեր կարող են առաջանալ համահավասարության սկզբունքի հետ կապված, բայց եթե անգամ այդպես է, այդ կոմունիկացիան, որը 20 թվականից ենթադրվում էր, որ ռուսական հովանու ներքո պետք է ինչ-որ տեղ լիներ, հիմա Ռուսաստանի մասին չի խոսվում թրիփի համաձայնությամբ, այսինքն ստացվում է, որ Ռուսաստանի ներգրավվածությունը նվազել է։ Թրիփը կամ այդ ճանապարհը։ Ես օրինակ եմ վերում թրիփը, նույնիսկ կենտրոնական Ասիայում դիցուք, հա։ Այդ ճանապարհը օգտագործվում է ապրանքափոխադրման համար։ Այո։ Այդ ճանապարհը օգտագործվելու է նաև ռուսական ապրանքների փոխադրման համար։ Այո, Հայաստանից մենք արդեն տեսնում ենք, որ ապաշրջափակումը, որ հայտարարում է Հայաստանի իշխանությունները Ադրբեջանի հետ, տեղափոխում է նաև ռուսական ապրանք։ Ըստ էության, սա այն տեսլականի մի մասն է, որը ես նորից պիտի հետ գնամ, ներկայացնում էր Պուտինը, երբ որ 20 թվականի զինադադարն էր ստորագրում, հայտարարություններ ստորագրում։ Այսինքն մենք թեվակողմ ենք նոր դարաշրջան, խաղաղություն, ճանապարհներ բացվում են, թողնում ենք թշնամանքը եւ ահա այս կոմունիկացիաների զարգացման արդյունքում տարածաշրջանը վերակերպվում է։ Այսինքն մեծ պատկերում Ռուսաստանը նույնպես շահում է։ Մեծ պատկերում Ռուսաստանը ունի կարմիր գծեր, այսինքն չեն կառուցվի այնպիսի նավթամուղեր, գազամուղեր, այնպիսի ճանապարհային ինֆրաստրուկտուրա, որը իր շահերի դեմ կլինի։ Եվ Ռուսաստանը չի ունենա հսկողություն այս կամ այն կերպ։ Բայց թրիփի հենց հարցում չունի այդպեսին։ Թրիփի հարցում ռուսական զորքերը տեղակայված են ոչ շատ հեռու։ Թրիփի հարցում մենք ունենք, նորից եմ կրկնում, մենք ունենք ըստ էության միակողմանի զիջում Հայաստանի կողմից։ Սա որոշ առումով նաև տնտեսական առումով ես հարցական նշաններ կդնեմ, թե որքան է Հայաստանը շահելու։ Կարող եմ օրինակ բերել Ղրղըզստանը, որտեղ եւս կառուցվում է որոշ 430 կիլոմետրանոց ճանապարհ, որը ղրղըզական հսկողության տակ է լինելու եւ նրանց տարեկան եկամուտը լինելու է մոտավորապես $200 միլիոն։ Հայաստանը 10 անգամ ավելի փոքր է, Հայաստանը ընդամենը 24% բաժնեմաս եւ դեռ պարզ չէ, թե ինչպես է կանոնակարգվելու այս ճանապարհի տնտեսական կոմպոնենտը եւ ամենակարևորը միշտ պետք է լսել, թե հակառակ կողմը ինչ է ասում։ Երբ որ ես լսում եմ ադրբեջանական ղեկավարությանը, դա ակնհայտորեն
միջանցք է, որը կոչվում է Թրամփի ճանապարհ հիմա։ Եւ մեկ կարևոր հարց եւս, ինչպես է այս ճանապարհը օգտագործվելու կամ Թրամփի իշխանությունից դուրս գալուց հետո ինչպեսին է լինելու քաղաքականությունը, մենք չգիտենք թե ովքեր են լինելու այդ երրորդ ընկերությունները, ԱՄՆ կողմը ես ինքս դու կարող եք հերկել, բայց տեսել եմ հայտարարություններ, որ բուն ամերիկյան ընկերությունները չեն ներդնելու։ Ռուսական կողմը կարող է ներգրավել։ Իսկ ինչու չի կարող ներգրավել։ Չէ, տեսակ հարցն է։ Տեսականորեն, այո, կարծում եմ, որ կարող է։ Այսինքն սա նաև կբխի ԱՄՆ-ի շահերից։ ԱՄՆ կարծում եմ նախ պետք է հասկանալ, թե ինչպես trip-ը տեղի ունեցավ, դա առաջարկ էր, որը ներկայացվեց Թրամփին, Թրամփը ունի յուրահատուկ մոտեցում, ինչպես գիտեք, աշխարհական գեոպոլիտիկ իր մոտեցումը մի փոքր անձնական կոմպոնենտ ունի, երբ որ ներկայացվում է առաջարկ, որտեղ իր անունը պետք է նշվի, որտեղ կապված է խաղաղության հետ, սա հետաքրքիր է Թրամփի համար։ Այսինքն, երբ որ առաջարկը գալիս է տարածաշրջանից, որտեղ առանձնապես երկարաժամկետ ծրագրեր չեն նշմարվում, այդ դեպքում այո, բավական հետաքրքիր է երևում։ Թրամփը բիզնեսի մարդ է, սա ներկայացվեց իբրև հոյակապ բիզնեսի հնարավորություն, բայց trip-ը պետք է նայել նաև միջին միջանցքի, հա, այդ middle corridor-ի կոնտեքստում, որը ինքը եւս դեռ կասկածելի ապագա ունի։ Եվ ի վերջո ստացվում է, որ մենք խոսում ենք մի ճանապարհի մասին, որը նախ եւ առաջ եւ գուցե բացառապես ապագայում լինելու է Ադրբեջանի համար օգտակար ճանապարհ։ Երկրորդը դա կարող է լինել օգտակար ճանապարհ Ռուսաստանի համար, եթե ապագայում կարիք լինի շրջանցել Վրաստանը։ Թե ինչպես է ԱՄՆ այստեղ ստրատեգիական շահ ունենալու, իմ համար պարզ չէ։ Եվ նորից եմ ասում, սա շատ ավելի կապված է Թրամփի անձի եւ իր անհատական մոտեցմանը, եւ թերևս եթե օգտագործեմ այդ բառը, փառասիրության հետ։ Տեսնենք, սպասենք զարգացումների։ Շնորհակալություն հարցազրույցի համար։ Հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, որ զրուցում էի Ռուսաստանի եւ ԱՊՀ-ի հարցերով փորձագետ Տիկին Լիլիթ Գևորգյանի հետ։ Շնորհակալություն, կհանդիպենք։